Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Ճանաչում ես Թոմին, նա ապրում է հարավային Աֆրիկայում, Ագարակում, իր ծննդյան օրը նրան իրական ճուտիկ նվիրեցին, Թոմը ինքնուրույն էր խնամում այս ճուտիկին, աստիճանաբար այդ ճուտիկը մեծացավ և դարձավ հավ, դեղին փափուկ մաշկը վերափոխվեց սպիտակ փետուրների, դրա համար էլ Թոմը նրան անվանեց Ձյունիկ, գոմում նա բույն պատրաստեց նրա համար և ամեն անգամ, երբ Ձյունիկը ձու էր ածում, բարձր կանչում էր, որ բոլորն իմանան, Ձյունիկը դադարեց ձու ածելուց, երբ դաշտում ցորենն ավելի ու ավելի էր բարձրանում։ Մայրիկ, ինչ է պատահել Ձյունիկին, նա այլևս ձու չի ածում և անհետանում է ցորենի դաշտում։ Սպասիր, Թոմ։ Մայրիկը խորհրդավոր ժպտում էր, և մի քանի շաբաթ անց Թոմը հասկացավ, թե ինչու։ Մայրիկ, նայիր։ Ձյունիկը ճուտիկների մի ամբողջ խմբով դուրս եկավ դաշտից։ Թոմը շատ երջանիկ էր։ Մի օր հրդեհի ազդանշանի ձայն լսվեց։ Ցորենի դաշտն այրվում էր, կրակը գրեթե հասել էր Ագարակի տանը։ Որտե՞ղ է Ձյունիկը։ Մի՞թե նա։ Թոմը չէր ցանկանում իր միտքն անգամ ավարտել։ Նա փնտրում էր ամբողջ դաշտում։ Ինչ էր դա։ Նա իր ոտքերի մոտ տեսավ այրված Ձյունիկին։ Թոմը բարձրացրեց նրան։ Հավի տակ վախեցած ճուտիկներ էին թաքնված։ Ինչպե՞ս սա պատահեց։ Կենդանիները զգում են, երբ վտանգը մոտենում է։ Երբ կրակը մոտեցել է, ճուտիկները պաշտպանություն են փնտրել։ Հավը կարող էր փախչել, սակայն փոքրիկ ճուտիկները չէին կարող։ Ձյունիկը սիրում էր իր փոքրիկներին։ Նա տարածեց իր թևերը ճուտիկների վրա։ Նա զոհեց իրեն, որ իր ձագուկները ողջ մնան։ Եվ Հիսուսի սերը կարող ենք համեմատել սրա հետ։ Թոմ, միշտ հիշիր, որ Հիսուսը հոժարությամբ տվեց իր կյանքը, որ կարողանանք ապրել։ Մեզ հետ կարող ես կապվել hyphokrik@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։